Ողջույն, հայքի այդ մայրաքաղաքը այսօր հանդիսանում է հայկական լեռնաշխարհի կարևորագույն քաղաքներից մեկը։ Ներկայացնեմ հետևյալ գիրքը։ Հայաստանի մայրաքաղաքները, գիրք առաջին, Վան, գիրք հրատարակել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտություն հրատարակչություն 2013 թվականին։ Գիրքը բաղկացած է բազմաթիվ հոդվածներից, որոնք նվիրված են Վան քաղաքին և Ասպուրական նահանգին, հնագույն ժամանակներից մինչև 21-րդ դարի սկիզբ։ Վան քաղաքը հիմնադրել է Սարդուրի առաջին արքան, որ հայտնի է եղել Տուշպանով և հանդիսացել է Վանի թագավորության մայրաքաղաքը։ Մինչև օրս էլ Վանի և Ասպուրականի տարածքում պահպանվել են բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։ Երևանդուհիների, արտաշեսաների և աշակուրիների կառավարման ժամանակ Վանն հանդիսացել է կարևորագույն առևտրային կենտրոն, որտեղ զարգացել են նաև արհեստները։ 10-ից 11-րդ դարերում Վանն հանդիսացել է Ասպուրականի արցունյաց թագավորության մայրաքաղաք։ Գրքում ներկայացվում է 1915 թվականի Վանի հերոսամարտը Արամ Մանուկյանի ղեկավարությամբ, վանեցիների ստիպողական արտագաղթը դեպի Արևելյան Հայաստան։ Վանի խորհրդանիշը վանակատուն է։ Վանում են ծնվել հայ ժողովրդի բազմաթիվ երախտավորներ՝ Ղրիմյան Հայրիկ, Գարեգին Սրվանցյան, Գուրգեն Մահարի, Լեռ Կամսար, Վարազդատ Հարությունյան և այլոք։ Գրքում ներկայացվում են բազմաթիվ նկարներ, ցանկեր, քարտեզներ։ Նայենք դրանք։ Եվ այլն։ Գիրքը հետաքրքիր կլինի վանեցիներին, պատմաբաններին, արևելագետներին, հայագետներին։ Շնորհակալություն ուշադրության համար։